Աբրահամ Լինքոլն 1809-1865 ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ 16-րդ նախագահը, մասնագիտությամբ փաստաբան։ Հանդես է եկել հանուն ժողովրդական զանգվածների քաղաքացիական և քաղաքական իրավունքների ընդլայնման, ինչպես նաև կանանց ընտրական իրավունք տալու օգտին։ Ավետարանի իմ սիրած համարը և իմ կյանքի նշանաբանը Ղուկաս 4:18 է, երբ Հիսուսն ասում է. «Տիրոջ օգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ և ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին հռչակելու»։ Ես հաճախ եմ ծունկի իջնում Աստծո առջև, այն զորեղ համոզմունքով, որ իմ կարիքների համար ուրիշ ոչ մեկին չեմ դիմի, բացի Աստծուց։ Ես հավատում եմ, որ Աստվածաշունչը Աստծո կողմից մարդուն տրված ամենալավ նվերն է։ Ամենայն գեղեցկություն աշխարհի քրքչից մեզ է փոխանցվում այդ գրքի միջոցով։ Առանց այդ գրքի ճշմարտությունը կեղծիքից չէինք կարողանա զանազանել։ Լինքոլնը իր անհավատ ընկերոջը խորհուրդ տվեց. Աստվածաշունչ կարդա։ Մտքով ըմբունիր այն ամենը, ինչ կարող ես հասկանալ, իսկ անտրամաբանականը ընդունիր հավատով։ Այդպիսով դու կսկսես ավելի լավ կյանք ապրել և կդառնաս լավ մարդ։ Երբ Լինքոլնը կոնգրեսի անդամության թեկնածու էր, նրա մրցակիցն էր Հիթեր Քաթրայթ անունով մի ավետարանիչ։ Մի անգամ Լինքոլնը ներկա էր նրա արշավի հավաքույթներից մեկին։ Քաթրայթը նկատեց նրա ներկայությունը և իր ուղերձը վերջացրեց հետևյալ կերպ. «Ովքեր փափագում են բարի կյանք ապրել և մի բարի մարդու կոնգրես ուղարկելով երկինք գնալ, թող ոտքի կանգնեն»։ Լինքոլնից բացի, բոլորը ոտքի կանգնեցին։ Այժմ, ովքեր անտարբեր են բարի կյանք ապրելու հանդեպ և ուզում են կոնգրեսում տեսնել մի մեղավոր և անսկզբունք մեկին, թող ոտքի կանգնեն։ Բոլորի ուշադրությունը բևեռվեց Լինքոլնի վրա։ Նա հանդարտ մնաց իր տեղում։ «Լավ, պարոն Լինքոլն, դուք չեք ուզում երկինք գնալ»։ Լինքոլնը դանդաղորեն ոտքի ելավ, քայլեց դեպի դուռը և դուրս գալուց առաջ դարձավ ու պատասխանեց. «Ճիշտ ասած, հիմա իմ փափագը կոնգրես գնալն ու աշխատելն է։ Ես չեմ կարող հիմա դատարկաձեռն երկինք գնալ։